Компании «Ташир». Все грани бизнеса. Դուք դիտում եք Մոլորակ լրատվականի հիմնական թողարկումը մարզային ֆորտունա հեռուստաընկերության եթերում, ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Մեկ տարի առաջ թե մենք մեդիայի ներկայացուցիչներս, թե պետական կառույցների ներկայացուցիչները ու առավելապես անօթևանները գրեթե համոզված էինք, որ 2013 թվականի դեկտեմբերի 7-ի լրատվական թողարկումը պետք է սկսենք հետևյալ նախադասությամբ. Աղետի գոտի հասկացությունը վերացել է, ներկայումս լոռին ու առհասարակ Հայաստանի հյուսիսը զարգացման գոտի է, ոչ թե աղետի։ Բայց ցավոք, այսօր պետք է արձանագրենք, որ 2013-ի ընթացքում 88-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածների բնակապահովման նպատակով ոչ մի վերջնական արդյունքի տանող քայլ չի արվել։ Այսօր էլ Լոռու մարզում 505 ընտանիք սպասում է, որ մի օր տնակային ավանից կտեղափոխվի քարե բնակարան։ Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի մարզի խոշորագույն քաղաքներում այսօր ոգեկոչում են անմեղ նահատակների հիշատակն ու աղոթում անօթևանների համար։ 1998-ի այսօրը ժամը 11:41-ին Ստորգետնյա ցնցումը տակնու վրա արեց հանրապետության հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջանները։ Տարերային աղետը ընդգրկեց Հայաստանի տարածքը մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների 100-ից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25,000-ից ավելի մարդ։ Կես միլիոնը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, դադարեց գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, շուրջ 1200 անասնապահական շինություն ավերվեց։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի, երկրաշարժից 100 տարի է անցել, ինչպես նշվեց, հետևանքներն ամբողջությամբ չեն հաղթահարվել։ Եվ հակառակ վերջին տասնամյակում թափ առած հսկայածավալ բնակարանաշինությանը Լոռու եւ Շիրակի մարզերում մարդիկ շարունակում են մնալ անօթևան։ Նրանց մի մասն արդեն 25 տարի շարունակում է ապրել մետաղյա ժամանակավոր տնակներում։ Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց Սպիտակ։ 25 տարի առաջ հիմնովին ավերված քաղաքում Սպիտակում այսօր էլ ամեն տարվա պես հյուրերն ու սպիտակցիները եկել են խոնարհվելու զոհերի հիշատակին։ Ստորգետնյա ցնցումը ավերեց ամբողջ Սպիտակը, սակայն այսօր ավերակների մասին հիշեցնող քիչ բան կա քաղաքում։ Հետևանքներն ամբողջովին չեն վերացվել, բայց քաղաքը քաղաքի է նմանվել։ Աղետի գոտի հասկացողությունը մեր սրտերում դեռ մնում է։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի ամբողջությամբ աղետի գոտի ասվածը վերանա, բայց նաև նայում ենք առաջ ու ավելի շատ աշխատում ենք դեպի զարգացում տանել քաղաքը, չենք մոռանում երբեք մեր նահատակներին, չենք մոռանում այդ ահավոր աղետը, բայց նայում ենք առաջ։ Անցել է 25 տարի այն ողբերգությունից հետո եւ ես ուզում եմ ցավակցեմ վրաց ժողովրդի անունից, մեր շրջանի բնակչության անունից եւ ասել, որ մենք այդ օրերին ձեզ հետ միասին ենք եւ այն ինչ որ տեղի ունեցավ 25 տարի առաջ երբեք պիտի չկրկնվի եւ մենք գտնում ենք, որ այդ օրերին մենք պիտի որպես եղբայր ժողովուրդ գտնվենք ձեր կողքին եւ միասին հարգանքի տուրք մատուցենք անմեղ զոհերի հիշատակին։ Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում եւ գյուղական համայնքներում այսօր կատարվեցին ոգեկոչման արարողություններ, հոգեհանգստի կարգ մատուցվեց եկեղեցիներում։ Լոռու մարզպետը նշում է, որ երկրաշարժի հետևանքները դեռևս ամբողջությամբ չեն վերացվել մարզում։ Չնայած նրան, որ ասում են ժամանակը ամեն ինչ կհարթի, սակայն ինչպես տեսնում եք 25 տարի անց ոչ մի բան մեր ուղեղներից չի ջնջվում, մեր հոգիներից ոչինչ չի ջնջվում, այլ մենք ուղղակի փորձում ենք այն ավերիչ երկրաշարժի հետևանքները ինչ-որ չափով վերացնենք։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ դեռ մենք ավերիչ երկրաշարժի հետևանքները ամբողջական չենք վերջացրել, բայց համոզված եմ, որ 2014 թվականին մենք այդ ծրագիրը ավարտին կհասցնենք, չնայած նորից եմ կրկնում, այս դաժան ավերիչ երկրաշարժը մեր հոգիներից, մեր ուղեղներից ջնջել չի լինի։ Լոռու մարզում տներ կառուցելու համար կառավարությունը վերջին տարիներին 744 միլիոն դրամ է հատկացրել, սակայն բազմաթիվ ընտանիքներ դեռ ապրում են վագոն տնակներում։
Շարունակում ենք թողարկումը Ստեփանավան, այստեղ կառուցվել է 56 բնակարան, լուծվել է աղետի հետևանքով անօթևան մնացած բազմաբնակարանային շենքերում բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման հարցը։ Սա պաշտոնական տվյալ է, բայց արդյոք սխալված չէ այն մարդը, ով Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի բնակարանները հուսալի է համարում։ Շենքերը ունեն ավելի քան 20 տարվա պատմություն, փայտաշեն են ու հիմնականում շարքից դուրս եկած։ Նազելի Ավագյան, Ստեփանավանի օթևանով անօթևանները։ 25 տարի անցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ից, տարիներ է հեռացրել, բայց չեն մոռացրել անցյալի ցավն ու վիշտը։ Արդեն 25 տարի է ստեփանավանցիները նույն օրն ու նույն ժամին հավաքվում են կենտրոնական հրապարակում, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, սրտի ցավով ու կսկիծով վերհիշում աղետալի օրն ու հարգանքի տուրք մատուցում նահատակների հիշատակին։ 25-րդ տարին եւս բացառություն չէր։ Հրապարակի խաչքարի մոտ Ստեփանավանի եւ տարածաշրջանի հոգեվոր հովիվ Վռամաբեղ Ղազարյանը նախ կատարում է հոգեհանգստյան կարգ, ապա ստեփանավանցիները քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի, Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանի եւ քաղաքի պետական այրերի հետ միասին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհում հուշաքարին։ Լոռու մարզի տարբեր քաղաքներում, տարբեր համայնքներում մարդիկ միահամուռ այս ժամանակահատվածում իրենց հարգանքի տուրքն են մատուցում անմեղ զոհերի հիշատակին։ Փաստ է ցավալի է կորուստներ, ավերված բնակավայրեր, ավերված բնակֆոնդ։ Ցանկանամ որպես հայ մարդ, որպես հայ քաղաքացի, որ նման աղետները հեռու լինեն մեր ժողովրդից, հեռու լինեն մեր տարածաշրջաններից եւ ընդհանրապես մարդկությունից, որովհետեւ անգնահատելի եւ ահռելի է երկրաշարժի եւ ցավը եւ վիշտը եւ ավերվածությունները եւ կորուստները։ Տա Աստված, որ այս հետագա տարիներին, հետագա սերունդների համար լինեն լուսավոր եւ պարծառ օրեր։ Երկրաշարժի հետևանքով Ստեփանավանում զոհվեց 104 մարդ, 6000 ընտանիք մնաց անօթևան։ Քաղաքի ամբողջ բնակֆոնդը հետագա օգտագործման համար դարձավ ոչ պիտանի։ Շարքից դուրս եկավ քաղաքի ողջ արդյունաբերական պոտենցիալը, քանդվեցին նախադպրոցական, ուսումնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, մշակութային բոլոր օջախները, առողջապահական շենքերը, կենցաղի ու առևտրի բոլոր օբյեկտները։ Քաղաքը զրկվեց կենսական միջոցներից, էլեկտրաէներգիայից, գազից, ջրից ու հեռախոսակապից։ Եվ տառապանքի ցավը սրտում մարդիկ լծվեցին ապրել պայքարին։ Այո, պետք էր ապրել ու գոյատևել, քանզի դա էր դարի հրամայականը։ Աղետից 25 տարի անց կանաչ քաղաք Ստեփանավանը կարելի ասել վերագտել է իրեն եւ արհավիրքի հետքերն այստեղ այլևս տեսանելի չեն։ Զորագետի ձախապին վեր է խոյացել նոր Ստեփանավանը նոր թաղամասերով, հինն էլ բուժել է վերքն ու կանգնել ոտքի։ Քաղաքի պետական բնակֆոնդում աղետի հետևանքով անօթևան մնացած բոլոր ընտանիքներն ապահովվել են բնակարանով, սակայն չմոռանանք սեփական բնակֆոնդում տուն կորցրածների եւ այն շուրջ 300 ընտանիքների մասին, ովքեր ապաստան են գտել Աշոտաբերդ, Իսահակյան, Պրոմեթեյ Սայաթնովա գերմանական թաղամասերում, երկրաշարժից անմիջապես հետո կառուցված ժամանակավոր փայտաշեն կացարաններում, որոնք տարիների ընթացքում քայքայվել եւ շարքից դուրս են եկել, բնակության համար դառնալով ոչ պիտանի եւ վտանգավոր։ Պետությունը այս տարիների ընթացքում արել է եւ անում է հնարավորինս, որպիսի աղետալի երկրաշարժի հետևանքները, մասնավորապես բնակարանաշինության եւ ենթակառուցվածքների մասով տարվող աշխատանքներում հնարավորինս հասնի նվազագույնի։ Այս մի քանի տարիների ընթացքում ականատես ենք լինում լայնածավալ բնակարանաշինական աշխատանքներին, որոնք իրականացվում են մարզի տարբեր ուրեմն տարածքներում, մասնավորապես Սպիտակի եւ Ստեփանավանի տարածաշրջանի գյուղական համայնքներում, որոնք նույնպես ուղղված են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրներին օր առաջ լուծմանը։ Աղետի հետքերից գրեթե բուժված ու վերակառուցված Ստեփանավանն այսօր հանրապետության լավագույն կանաչ քաղաքն է համարվում։ Հարգելով ու երբեք չմոռանալով 25 տարի առաջ իր հետ կատարվածն այն նոր ուժով ու շնչով նոր խնդիրներ է լուծում, կարևորելով քաղաքի բարեկարգումը, գեղեցիկ տեսքն ու այն լավագույն հանգստավայր դարձնելու խնդիրը։ Իսկ աղետից հետո կառուցված Ձախապյան թաղամասից վեր քաղաքը շրջապատող բլուրների բարձունքից այսուհետ գիշեր ու ցերեկ Տիրոջ պահապան խաչն է քաղաքին հովանի, որպեսզի հեռու պահի ամեն տեսակի չարիքից ու փորձությունից։ Նազելի Ավագյան, Աշիկ Հարությունյան, Մոլորակ, Ստեփանավան։